ցեղասպան, եւ մի բան հարցնեմ, էլի պարոն Ղազարյան, մենակ անկեղծ բան կարձագանքեք։ Եթե հայ ժողովրդի ասած երիտասարդությունը 2 օր առաջ, գիտեք, չէ՞ որ գենետիկ բանը ստուգելու առաջին ցուցիչներից մեկը որն է։ Եթե երաժշտություն ես լսում, միացնում։ Ռոմի Պապը մահացավ։ Հա, եթե երաժշտություն ես լսում եւ քեզ ինչ որ մի երաժշտություն հոգի հարազատ է, դա քո գենետիկ բանի հետ միանգամից կապ ունի։ Այսինքն եթե դու կարողանում ես թուրքական երաժշտության տակ ներքին մեծ հրճվանք ապրել, վայել կապրել, ուրեմն դու գենետիկայի հետ խնդիր ունես, այնտեղից կանչի։ Հիմա, եթե պարոն Ղազարյան, ասում եմ ու խնդրում եմ արձագանքեք։ Մեր երիտասարդության մեծ մասը թուրքական երաժշտության թաթայի տակ, թաթա ինչ անունը։ Թաթանել։ Թաթուլի 2 օր առաջ չգիտեմ, թաթուլա ոչ մի տարբերություն։ Թաթուլավեն։ Դրա, չէ, մի կարող պատահի թաթան եսի ինչա, մի գարշելի էլ են, ասենք եթե դրա տակ ամբողջ երիտասարդության մեծ մասը բանի մեջ է։ Նախ դրանց երգերի մեծամասնությունը Իբրահիմի երգերն է, թուրք մի հատ հայտնի երգիչ կա Իբրահիմ, այդ Իբրահիմի երգերը վերցնում են, թարգմանում են երգում, մեծ մասը։ Եթե երիտասարդությունը դրա տակ sense ներքին հրճվանք ու հաճույք է ապրում։ Եթե քո գործարարները այսպես կոչված հիմա դուք sense նշեցիք, չէ, գնում են երկիրը sense առանց կրակոցի կտրած հանձնած կիրանցի պատի տակ լուր ոչխարի նման կանգնած sense հանգիստ կանգնում են, ճիշտ է, երկիրը հանձնողի հետ։ Եթե քո մտավորականը մեր եմ ասում, քո ձեր եմ ասում, չգիտեմ, մտավորականը լուր հանրային խորհուրդ է գնում Ամիր Խանյանի նման մի հատ տականք, այս են տականքն է, որ սից իլ չգիտեր ոնց լպստեր Սերժ Սարգսյանին։ Այս են մարդն է ու իրան նման 3 մեր հայտնի բոլոր մտավորականներին բացառություն 2-3 հոգու դիմում են, որ գերիների համար մի հատ ինչ-որ կոչ անեն, գիտեք չէ՞ որ հրաժարվել են բոլորը։ Եթե մտավորական է անուններով կարող եմ ասել, բոլոր անվանի մտավորականները հրաժարվել են գերիների համար մի խոսք ասել, որտեղ չգիտեմ էլ են Արցախում կերած այդ հացը ձեր քթից դուրս գա, դուք ինչքան ողորմել եք։ Եթե այդպեսին է, եթե ձեր արևելագիտության եւ պատմության ինստիտուտի տնօրեններ, բանը Սաֆրասյաններ, երկիրը ծախած, բանակը կործանած, ինչա Սուրեն Պապիկյանի հետ գնում են սահման գալիս են հիացական խոսում են, հազար ներողություն, այդ ազգը իրավունք ունի ապրելու։ Ով է, չէ՞ քո ազգի պատմաբանը գնում է ողորմելի այդպես է պահում։ Քո ամենա բանը, քո մտավորականը այդպես է պահում։ Քո երիտասարդությունը, երեխեք ջան, ամեն մեկի բակում, այս ամեն ընկերներին ձեր տարել են, հարազատներին տարել են, կուրսեցիներին տարել են։ Լավ երեխեք, ձեր, ես չգիտեմ, այդ ինչ դաստիարակություն է։ Ձեր մեջ սիրտ, հոգի չկա երեխեք, դուք գնացել եք թաթուի, չգիտեմ ինչ գրողու ցավի երաժշտության տակ, սենց հրճվում եք, վայում եք, այս ինչ սերունդ է։ Այս ինչ է տեղի ունենում։ Իրավունք ունի այս ազգը, դուք էլ ասեցիք այս ողորմելի Երիկյան ու այն մյուս բոմժերը գնացել են 7 պատերազմ բերած, երկիրը ցեղասպանության տարած ղեկավարի հետ, գնացել են գլուխները կախ, սենց տմբացնում են, լսում են։ Իրավունք ունի այս ազգը մնալու, չցեղասպանվելու, պետություն ունենալու։ Հարց եմ տալիս։ Չգիտեմ, ասա։ Այդ ազգը մենակ իրանք չեն։ Այդ ազգում իրանք փոքրամասնություն են, այդ ազգը ունի մեծամասնություն խելամիտ ժողովուրդ, իր պատմությունը, իր արժանապատվությունը գնահատող եւ կարծում եմ, որ մենք հոգ կտանենք նաեւ իրանց համար, մնացածի համար։ Այդ փոքրամասնությունն է, որ գիտակցություն ունի, այո, դի փոքրամասնությունը ամեն գնով ազատագրի։ Այդ փոքրամասնությունն է, ոչ միտեղ այնպես չի, որ 100-ի մեջ բանը խելոքը 2 կամ 3-ն է, 2-3-ը կամ 1000-ի մեջ, չգիտեմ 100-ն են կամ 50-ն են կամ 20-ն են, այդ պիտի ամեն գնով ազատագրեն, ամեն գնով, այս երեխեքին այս երիտասարդներին։ Ռոբերտ Ամիրխանյանը ինքը մտավորական չի։ Ով է, Տիգրան Մանսուրյանն է, ինքն էլ մտավորական չի։ Իրանք սազանդար են, երկերով են։ Բան չունեմ ասելու։ Ասենք որպես թատրոնի, ով է։ Դրանք